1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզերնաշ կտերաների ցանոթն դիզայնեց հացկել Քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի թվալվին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախնդերների էին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանը երբեք մի մոտակեցացում ոչ միայն նույնիսկ մի խեր ել, այդ 2 տարին ածկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունի։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյանի էր այդ շարժման մասյար։ Հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունի։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դամահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 2000-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 23 տարի առաջ սովետական Բերդում կաշատել էր ազատության համար, այս տարբազ գոց էր կառավարությանի։ 2000 թվերի տվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՀՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր, այդերի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2009 թվականի մարտի ցանկաբարունի Երևանում նրա սիրտ կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2000-ին նա դարձավ ՀՀՏԿ-ի նախագահ։ 2009-ին մարտին 10 մարդ սպանվեց Պախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2009-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2009-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրթին։ Կոմիտաս Պանտեոն։ Լռության մեջ նրա անունի։ Լռություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունի։ Ինչպես ՀՀՏԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզերնաշակտերաների ցանոթն դիզայնեց հացկել Քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի թվարվին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Դրա նախնդերներ էին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցացվում ոչ միայն նույնիսկ մի խեր էլ այդ 2 տարին ածկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունի։ Ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասյա։ 1990 թվականի ապրիլից տային հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունի։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ի փոխեց բոլոր։
Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 6 օրերին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատել էր ազատության համար, այս դարբազ բգոց էր կառավարությանի։ 603 թվականին ՀԱԿ-ն ստկատեց կառացունը ստեղծող Սարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Սարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր։ Նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լռությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիա նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 1890 թվականի մարտի հարաստորցունտին Երևանում նրա սիրտ կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 10-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 10-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 10 Լևանին դարձավ Երևանի քաղաքապետ։ 10-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց ցածկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ցնվել է 1951 թվականի հունիսի տվալվին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիտ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարին անցկման մաշին, ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունի։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյանի էր այդ շարժման մասյա։ 1990 թվականի ապրիլի տվին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունի։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջողեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 6-ի սևենցի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 2000-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կկաշատել էր ազատության համար, այս դարբազգոց էր կառավարությանի։ 2002 թվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Սարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՀՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Սարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Սարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լռությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիա նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2007 թվականի մարտի վաճասկուզատին Երևանում նրա սիրտ կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։
Լռություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայն է։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկիս էր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ 20 տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն, նույնիսկ մի խերել այդ 2 տարին ածկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունի։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյանն էր այդ շարժման մասյա։ 1990 թվականի ապրիլի տվին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունի։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի տվածը ցևենի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նայիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 20-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 33 տարի առաջ սովետական բերդում կկաշատել էր ազատության համար, այս դարբազվոց էր կառավարությանի։ 2023 թվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձած ՀՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանը անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 18 թվականի մարտի թարարաֆունսին Երևանում նրա սիրտի կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 10-ին Սևենին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 10-ին աթին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 10-ին Ելևենին դարձավ Երևանի քաղաքապետ։ 10-ին 18-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրտին։ Կոմիտաս Պանտեոն։ Լռության մեջ նրա անոնյը։ Լռություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշքատերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայն է։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Դրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկիս էր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախնդերների էին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ 20 տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն, նույնիսկ մի խերել այդ 2 տարին ածկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունի։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյանն էր այդ շարժման մասյա։
1990 թվականի ապրիլից թվին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ին փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նայիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 19-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական բերդում տաշատել էր ազատության համար, այս դարբազգոց էր կառավարությանի։ 2003 թվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացումը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՑՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Սարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լռությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2007 թվականի մարտի վաճասկուզատին Երևանում նրա սիրտը կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձնեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց պախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշգտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 4-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանը երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ 1990 թվականի ապրիլի ծովին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցություն։ Մարգարյանի միավեց նրա 1990 թվականին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նայիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 26-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական բերդում կաշատել էր ազատության համար, այս դարբազգոց էր կառավարությանի։ Թվացազնից թվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացումը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՑՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Սարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լռությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանը անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 1990 թվականի մարտի հարաստորցունտին Երևանում նրա սիրտը կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանը ստանձնեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 10 զանասեթվին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։
Տասուձանայետին, մարտին, 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, Տասուձանայի Լևանին դարձավ Երևանի քաղաքապետ։ Տասուձանայետինից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագրտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրտ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ցնվել է 1951 թվականի հունիսի տվարվին Երևանում, ուչույցների ընտանիքում։ Նրա նախնդերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրա։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն, նույնիսկ մի խերել, այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ, այդ էր նրա լռությունի։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյանն էր այդ շարժման մասսիա։ 1990 թվականի ապրիլից տային հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջողեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 6-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական բերդում կաշատել էր ազատության համար, այս դարբազ բգոց էր կառավարությանի։ 603 թվականին հականըստ կատեց կառացունը Ստեխոր, Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր, այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիա նորմ էր, այդերի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 18 թվականի մարտի նորոհանատին Երևանում նրա սիրտ կանգնեց, 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր, Սերժ Սարգսյանի ստանձնեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 18 հազվանին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 18 հաթին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին։ 18 հազվանին դարձավ Երևանի քաղաքապետ։ 18-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշքատերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Դրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ցնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, ուչույցների ընտանիքում։ Նրա նախնդերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ, այդ էր նրա լռությունի։ 1976-ին նա ազատվեց։
Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործերի շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք, Մարգարյան էր այդ շարժման մասյու։ Հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունի, Մարգարյանի միավեց նրա։ 1992-ին 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 26-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում տկաշատել էր ազատության համար, այս դարբազգոց էր կառավարությանի։ Տվածար թվականին ՀՀԿ-ն ստկատեց 40 տեղ խորհրդարանում։ Գագիկ Ծառուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձած ՀՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ծառուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ծառուկյանն նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանը այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լրությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանը անձնապես անկորուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 18 թվականի մարտի թարարաֆունսին Երևանում նրա սիրտի կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 18-ին Սևենին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 18-ին Աթին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 18-ին Ելևենին դարձավ Երևանի քաղաքապետ։ 18-ին 18-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անոնն է։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշխատերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայն է։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Դրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր։ Բայց այն սկիզբում չգիտեին նրա լրությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, ուչույցների ընտանիքում։ Նրա նախնդերներին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանովներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լրությունի։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործերի շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասյա։ 1990 թվականի ապրիլի տվին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունի։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 20-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կկաշատել էր ազատության համար, այս դարբազված էր կառավարությանի։ 2023 թվականին ՀՀԿ-ն ստկատեց 40 տեղ խորհրդարանում։ Գագիկ Ծառուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձած ՀՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ծառուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ծառուկյանն նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լրությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկորուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։
2000 թվականի մարտի կացարկազնին Երևանում նրա սիրտ կանգնեց 55 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձնեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2000 նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2000 մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2000 դարձավ Երևանի քաղաքապետ։ 2000 այդկենից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն, լրության մեջ նրա անունի, լրություն, որ շարունակում է խոսել, Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց Հացկել Քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լրությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերներին Սասունցին էր, հայոց ցեղասպանության շրջանառն էր։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ, այդ էր նրա լրությունի։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ Ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ Թվականի ապրիլի տույն հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունի։ Մարգարյանը միավեց նրա տույին։ Մին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիշչյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 10-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատատել էր ազատության համար։ Այս դարբազ գոգոց էր կառավարությանի։ Տվականին ՀԿՆ ստկատեց կառացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձած ՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լրությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիա նորմ էր։ Այդերի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2007 թվականի մարտի 4-ին Երևանում նրա սիրտի կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձնեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2010-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2008-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն, լրության մեջ նրա անունի, լրություն, որ շարունակում է խոսել, Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց Հացկել Քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լրությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանառներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։
Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն, նույնիսկ մի խերել այդ երկու տարինացկման մաշին, ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա հալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործերի շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսաբերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյանի էր այդ շարժման մասը։ 1990 թվականի ապրիլի տույն հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Մարգարյանը միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության Բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ի բոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի դվազարձանին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական բերդում կաշատել էր ազատության համար, այս դարբազգոց էր կառավարությանի։ Դվազարձաննիկ թվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՀՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2000 թվականի մարտի տարածունքին Երևանում նրա սիրտը կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Պարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լռության մեջ նրա անունի։ Լռություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունը։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշգտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունը։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 4-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ձևասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիտ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանը երբեք մի մոտակեցածվում ոչ միայն, նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա հալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործերի շարունակվեցին։ Ին Արցախի շարժում Երևանում հանդիսաբերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյանի էր այդ շարժման մասը։ Տվականի ապրիլի թվազին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Մարգարյանի միավեց նրա։ Ին միասնության Բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 10-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական բերդում կաշատել էր ազատության համար, այս դարբազգոց էր կառավարությանի։ Թվականին ՀԱԿ-ն ստկատեց կառացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՀԱԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։
Այդ լռությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2007 թվականի մարտի վաճասկուզատին Երևանում նրա սիրտը կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր, Սերժ Սարգսյանի ստանձնեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2010-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լռության մեջ նրա անունի։ Լռություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց Հացկել Քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանառն էր։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունի։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասյա։ 1990 թվականի ապրիլից թվին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի թվացածեթվինի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նայիրի Վնանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 19-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում տաշատել էր ազատության համար։ Այս դարբազգոց էր կառավարությանի։ 2003 թվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացումը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՑՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանը անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 1985 թվականի մարտի թարարաֆունսին Երևանում նրա սիրտը կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձնեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 1987-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 1988-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 1911-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 1918-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լռության մեջ նրա անունի։ Լռություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց Հացկել Քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանառներ։
1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ 20 տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն, նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործերի շարունակվեցին։ Ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ Տվականի ապրիլի տույն հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։ Մարգարյանը միավեց նրա տույն։ Մին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիշչյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 10-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատատել էր ազատության համար։ Այս դարբազ գոգոց էր կառավարությանի։ Տվականին ՀԿՆ ստկատեց կարացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձած ՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Սարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիա նորմ էր։ Այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2007 թվականի մարտի վաճասկուզատին Երևանում նրա սիրտը կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց պախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունը։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարտիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունը։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերներին Սասունցին էր, հայոց ցեղասպանության շրջանառն էր։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործերի շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ 1990 թվականի ապրիլից տային հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջողեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիշչյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 6-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատել էր ազատության համար, այս դարբազ բգոց էր կառավարությանի։
Ծվածարուրերեքին թվականին ՀԿ-ն ստկատեց կառացունս տեղ խոր Սարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Սարուկյանն նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լռությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2007 թվականի մարտի վաճասկուզատին Երևանում նրա սիրտը կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձնեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզերն Աշքատերյանների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայն է։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Դրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր։ Բայց այն սկիզբում չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, ուչույցների ընտանիքում։ Նրա նախնդերներին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանովներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ Ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ Տվականի ապրիլի տույն հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։ Մարգարյանը միավեց նրա տույն։ Մին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիշչյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 10-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատատել էր ազատության համար։ Այս դարբազ գոգոց էր կառավարությանի։ Տվականին ՀԿ-ն ստկատեց կառացունս տեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձած ՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյանն նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանը անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 18 թվականի մարտի թարարաֆունսին Երևանում նրա սիրտը կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձնեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 10-ին Սևենին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 10-ին աթին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 10-ին Ելևենին դարձավ Երևանի քաղաքապետ։ 10-ին 18-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լռության մեջ նրա անունը։ Լռություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզերն Աշքատերյանների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայն է։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր։
բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 4-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանովներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանը երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսաբերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ 1990 թվականի ապրիլից թվին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ին փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նայիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 19-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում տաշատել էր ազատության համար, այս դարբազ գոց էր կառավարությանի։ 2003 թվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացումը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՑՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին։ Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր։ Նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լռությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիա նորմ էր։ Այդ էր տրագեդիայի գլխավոր հակունի։ 1990 թվականի մարտի հարաստորցունտին Երևանում նրա սիրտ կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունը պետական էր։ Սերժ Սարգսյանը ստանձնեց կուսակցությունը արագ եւ լուրեց։ 1987-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 1987-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 1988 Լևանին դարձավ Երևանի քաղաքապետ։ 1988-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունը։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունը։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզերնաշխատերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Դրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր։ Բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունը։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախնդերները էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանովներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանը երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսաբերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ 1990 թվականի ապրիլից տային հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նայիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։
Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 6 օրերին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական բերդում կաշատել էր ազատության համար, այս դարբազ բգոց էր կառավարությանի։ 603 թվականին ՀԱԿ-ն ստկատեց կառացունը ստեղծող Սարոկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Սարոկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր, այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2000 թվականի մարտի տարածունքին Երևանում նրա սիրտը կանգնեց, 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Պարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայն է։ Այն մարտիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն, նույնիսկ մի խերել այդ 2 տարին ածկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունի։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ Ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ Թվականի ապրիլի տույն հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունի։ Մարգարյանը միավեց նրա տույն։ Մին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 10-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական բերդում կաշատատել էր ազատության համար, այս դարբազ գոգոց էր կառավարությանի։ Թվականին ՀԿ-ն ստկատեց կառացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Սարոկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձած ՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Սարոկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Սարոկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 10 թվականի մարտի հարաստորցունտին Երևանում նրա սիրտ կանգնեց, 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանը ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ Տասոձանասեթվին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ Տասոձանայետին, մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, Տասուզանայի Լևանին դարձավ Երևանի քաղաքապետ։ Տասուձանայետինից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ
լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշ ցանոթն դիզայնեց հացկել Քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 4-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանովներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանը երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ 1990 թվականի ապրիլից թվին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 17-ին փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նայիրի Վնանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 19-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում տաշատել էր ազատության համար։ Այս դարբազ գոց էր կառավարությանի։ 2003 թվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՑՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանը այդ բաների գիտեր։ Նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանը անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիա նորմ էր։ Այդ էր տրագեդիայի գլխավոր հակունի։ 1990 թվականի մարտի հարաստորցունտին Երևանում նրա սիրտ կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունը պետական էր։ Սերժ Սարգսյանը ստանձնեց կուսակցությունը արագ եւ լուրեց։ 10-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 10-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան Անդրանիկի որդին 10-ի Լևանին դարձավ Երևանի քաղաքապետ։ 10-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լռության մեջ նրա անունը։ Լռություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունը։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշ ցանոթն դիզայնեց հացկել Քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունը։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 4-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանովներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանը երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։
Տվականի ապրիլի տույն հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։ Մարգարյանը միավեց նրա տույին։ Մին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 10-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատատել էր ազատության համար։ Այս դարբազ գոգոց էր կառավարությանի։ Տվականին ՀԿՆ ստկատեց կառացումը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձած ՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր, այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2000 թվականի մարտի տարածունքին Երևանում նրա սիրտ կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Պարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանառներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունի։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասյա։ 1990 թվականի ապրիլից թվին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 16-ի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 10-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում տաշատել էր ազատության համար։ Այս դարբազ գոց էր կառավարությանի։ 2003 թվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացումը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՀՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր, այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2000 թվականի մարտի տարածունքին Երևանում նրա սիրտ կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Պարոն Մարգարյան, Անդրանիկի որդին,
2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշխատերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Դրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր։ Բայց այն սկիզբում չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, ուչույցների ընտանիքում։ Նրա նախնդերներ էին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանովներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունի։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասյա։ 1990 թվականի ապրիլից թվին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ինի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նայիրի Վնանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 19-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 33 տարի առաջ սովետական Բերդում տաշատել էր ազատության համար։ Այս դարբազգոց էր կառավարությանի։ 2003 թվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացումը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՑՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2000 թվականի մարտի տարածունքին Երևանում նրա սիրտ կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Պարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, ուչույցների ընտանիքում։ Նրա նախնդերներ էին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանորներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունի։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։
Ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արթնացության մեծացական ալիստանք։ Մարգարյանի էր այդ շարժման մասը։ Տվականի ապրիլի թվազին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունի։ Մարգարյանի միավեց նրա։ Ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիշչյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի թազորթին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատել էր ազատության համար, այս դարբազգոց էր կառավարությանի։ Տվականին ՀԱԿ-ն ստկատեց կառացունը ստեղ խորհրդարանում։ Դագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՀԱԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լրությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկորուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 18 թվականի մարտի թարարաֆունսին Երևանում նրա սիրտի կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 18-ին Սևենին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 18-ին աթին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 18-ին Ելևենին դարձավ Երևանի քաղաքապետ։ 18-ին 18-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անոնն է։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դզայնեց հացկել քամայի դզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լրությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերներին Սասունցին էր, հայոց ցեղասպանության շրջանառն էր։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լրությունի։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արթնացության մեծացական ալիստանք։ Մարգարյանն էր այդ շարժման մասը։ 1990 թվականի ապրիլից տային հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունի է։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջողեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիշչյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 6-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատել էր ազատության համար, այս դարբազգոց էր կառավարությանի։ 603 թվականին ՀԱԿ-ն ստկատեց կառացունը ստեղ Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լրությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկորուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2000 թվականի մարտի տարածունքին Երևանում նրա սիրտը կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։
2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ, 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Պարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշգտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լրությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 4-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանը երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարին ածկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լրությունը։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ 1990 թվականի ապրիլից թվին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 17-ին փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նայիրի Վնանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 19-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում տաշատել էր ազատության համար։ Այս դարբազգոց էր կառավարությանի։ 2003 թվականին ՀՀԿ-ն ստկատեց կառացումը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՑՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին։ Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր։ Նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լրությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանը անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիա նորմ էր։ Այդ էր տրագեդիայի գլխավոր հակունի։ 1990 թվականի մարտի հարաստորցունտին Երևանում նրա սիրտ կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանը ստանձնեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 10-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 10-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 10-ի Լևանին դարձավ Երևանի քաղաքապետ։ 10-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշգտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Դրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լրությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընտերներ էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանը երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարին ածկման մաշին։
Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործերի շարունակվեցին։ Ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ Տվականի ապրիլի տույն հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։ Մարգարյանը միավեց նրա տույն։ Մին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիշչյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 10-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատատել էր ազատության համար։ Այս դարբազ գոգոց էր կառավարությանի։ Տվականին ՀԿՆ ստկատեց կարացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձած ՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2000 թվականի մարտի տարածունքին Երևանում նրա սիրտ կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Պարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լռության մեջ նրա անունի։ Լռություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լռությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում։ Երկու ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշգտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 4-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանողներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանը երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարին ածկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա ալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործերի շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ 1990 թվականի ապրիլից թվին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 17-ի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 19-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում տաշատել էր ազատության համար։ Այս դարբազ գոց էր կառավարությանի։ 2003 թվականին ՀՀԿ-ն ստկատեց կարացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՀՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանը այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լռեր։ Այդ լռությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանը անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր,
կոռուպցիա նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 18 թվականի մարտի թարարաֆունսին Երևանում նրա սիրտի կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 18-ին Սևենին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 18-ին Աթին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 18-ին Ելևենին դարձավ Երևանի քաղաքապետ։ 18-ին 18-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունն է։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում, երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշխատերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայն է։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Դրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր։ Բայց այն սկիզբում չգիտեին նրա լրությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, ուչույցների ընտանիքում։ Նրա նախնդերներ էին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանովներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ 20 տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լրությունի։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ Ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ։ Ազգային արտնացության մեծացական ալիստանք։ Մարգարյան էր այդ շարժման մասը։ Թվականի ապրիլի տույն հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։ Մարգարյանը միավեց նրա տույն։ Մին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիշչյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 10-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատատել էր ազատության համար։ Այս դարբազ գոգոց էր կառավարությանի։ Թվականին ՀԿՆ ստկատեց կարացունը ստեղ խորհրդարանում։ Գագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձած ՀԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Սարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լրությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիա նորմ էր։ Այդեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 2007 թվականի մարտի վաճասկուզատին Երևանում նրա սիրտը կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 2007-ին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 2008-ին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին 2011-ին դարձավ Երևանի քաղաքապետ։ 2018-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունի։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում, երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշխատերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայն է։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լրությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 4-ին Երևանում, ուչույցների ընտանիքում։ Նրա նախնդերներ էին սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանովներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն էր ինչերում։
1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանը երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարին ածկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա հալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ Ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արթնացության մեծացական ալիստանք։ Մարգարյանի էր այդ շարժման մասը։ Տվականի ապրիլի թվազին հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Մարգարյանի միավեց նրա։ Ին միասնության բարկամպի հաջեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի թազուրթին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատել էր ազատության համար, այս դարբազգոց էր կառավարությանի։ Տվականին ՀԱԿ-ն ստկատեց կառացունը ստեղ խորհրդարանում։ Դագիկ Ցարուկյան եւ Սամվել Ալեքսանյան դարձավ ՀԱԿ-ի падգամավորներ։ Ամերիկայի դասպանության գաղտնի զեկույցների հաստատեցին Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։ Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ էր շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանի այդ բաների գիտեր։ Նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լռությունը, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանի անձնապես անկոռուպտ էր։ Նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիա նորմ էր։ Այդ էր տրագեդիայի գլխավոր հակունի։ 10 թվականի մարտի հարաստորցունտին Երևանում նրա սիրտ կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 10 սեթվին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 10 մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան Անդրանիկի որդին 10 Լևանին դարձավ Երևանի քաղաքապետ։ 10-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրթին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունը։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունը։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների։ Գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում 2 ստվեր հիտնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց հացկել քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լռությունը։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերներին Սասունցին էր, հայոց ցեղասպանության շրջանառներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարին ածկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լռությունը։ 1976-ին նա հալազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործների շարունակվեցին։ 1988-ին Արցախի շարժում Երևանում հանդիսապերև մեր 1000 մարդիկ բերավ, ազգային արթնացության մեծացական ալիստանք։ Մարգարյանն էր այդ շարժման մասը։ 1990 թվականի ապրիլից տային հասկանալ կազմակերպված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Մարգարյանի միավեց նրա 1992-ին։ 1999-ին միասնության բարկամպի հաջողեց խորհրդարանում, բայց այն տարվա հոկտեմբերի 27-ի փոխեց բոլոր։ Զինավորական խումբ Նաիրի Վունանյանի գլավավորությամբ մամտեց ազգային դահլիճ։ Վազգեն Սարգսյանից մեջ, Կարեն Դեմիրճյանից մեջ 8 մարդ սպանվեց։ Մայիսի 6-ին Անդրանիկ Մարգարյանի դարձավ Հայաստանի Հանրապետության 10-րդ վարդապետ։ Մարդ, որ 31 տարի առաջ սովետական Բերդում կաշատել էր ազատության համար, այս դարբազգոց էր կառավարությանի։ 603 թվականին ՀԱԿ-ն ստկատեց կառացունը ստեղ խոր Ցարուկյանի եւ Ալեքսանյանի պատկերներ։
Ցարուկյան նախագահի բարեկամ կապեր ուներ նրա մյուս հետ։ Ալեքսանյանի մոնոպոլիստ է շաքարի եւ բուտրի իմպորտում։ Մարգարյանը այդ բաների գիտեր, նա չէր կարող չգիտել, բայց նա լրեր։ Այդ լրությունի, որ նրա յուրականության գլխավոր արարքիցն դարձավ։ Մարգարյանը անձնապես անկոռուպտ էր, նա անձնական ունեցվածքներ չէր կուտակել, բայց սիստեման, որ նա գլավավորում էր, կոռուպցիան նորմ էր։ Այդտեղի է տրագեդիայի գլխավոր հակունի։ 18 թվականի մարտի թարարաֆունսին Երևանում նրա սիրտի կանգնեց 5-15 տարեկանում։ Գերեզմանատվությունի պետակական էր։ Սերժ Սարգսյանի ստանձանեց կուսակցությունի արագ եւ լուրեց։ 18-ին Սևենին նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ։ 18-ին Աթին մարտին 10 մարդ սպանվեց բախարանության ջախատումներին խելքի։ Տարոն Մարգարյան, Անդրանիկի որդին, 18-ին Ելևենին դարձավ Երևանի քաղաքապետ։ 18-ին 18-ից հետո նա լքովեց երկիրի կոռուպցիայի մեղադրանցումների բերաջուրդին։ Կոմիտաս Պանտեոն։ Լրության մեջ նրա անունն է։ Լրություն, որ շարունակում է խոսել։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռնաշագտերաների ցանոթն դիզայնեց Հացկել Քամայի դիզայնը։ Այն մարդիկից մեկի Անդրանիկ Մարգարյանն էր։ Նրա մեջ սուրբ հուշեր կային, ազատությունից եւ անկախ Հայաստանից բուրկի սեր, բայց այն սկիզբն չգիտեին նրա լրությունի։ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ծնվել է 1951 թվականի հունիսի 12-ին Երևանում, Ուչույցների ընտանիքում։ Նրա նախընթերների էին Սասունցիներ, հայոց ցեղասպանության շրջանառներ։ 1967 թվականին նա ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկան ինստիտուտում տեխնիկական կիբեռնետիկայի բանկանիցում, բայց զորախագիծ գործունեության ժամանակ այլ մի խելքավարություն ելեր ինչերում։ 1974 թվականին նոյեմբերին մի առավոտ KGB-ն եկավ նրան։ Գցան տրակտատներ, ծրագրեր, անտիսովետական նյութեր։ Դատապարտվեց էր 2 տարի ազատազրկման։ Մարգարյանի երբեք մի մոտակեցածվում ոչ միայն նույնիսկ մի խերել այդ 2 տարինացկման մաշին։ Ոչ մեկ ինտերվյու, ոչ մեկ հաշվարկ։ Այդ էր նրա լրությունի։ 1976-ին նա ազատվեց։ Աշխատանքի անկավ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում, բայց դիսիդենտական գործները շարունակվեցին։ Մարգարյանի լրությունի։ Ինչպես ՀՀԿ-ն դարձավ օլիգարխների գործիք։ 1974 թվականի նոյեմբերին մի ցուրտ, լույս բացվոր առավոտ Երևանում երկու ստվեր հիմնվեցին մի փողոցում։ Դզեռն